Այս ռիթմերի տակ մենք Արտնացանք ու հասկացա, երբ որ մարդ քաղցած է լինում, այս ռիթմերը մեջը սկսում են, որ դու շտապես գնաս փոխանոց շուտի բան ուտես, տարամ, այդտենց ակտիվություն է սկսվում մեջը։ Անուշ փրկի։ Տղամարդիկներից գազազում են, ասում են, սոված տղամարդը նման է գազան։ Ես գալիս եմ խոհանոց։ Ես ավաշ եմ։ Ես գալիս եմ։ Չէ, ես քաղցած եմ։ Անուշ բարի լույս։ Դու կմնաս այստեղ, ես Լավ։ Բարի լույս։ Բարի լույս։ Ես այստեղ եմ հիմա արագ կպատրաստենք շատ համեղ աղցան, պետք չէ։ Քաղցած չենք մնա, բայց հետաքրքիր է, որ մենք վիտամինային պայթյուն ենք այսօր պատրաստելու։ Հիմա դեռ եղանակները մի քիչ ուշանում է տաքանալը եւ մենք որոշեցինք շատ հաճախ մի քիչ ավելի թեթև են հագնվում, հաճախ են մրսում եւ այլն ցիտրուսային այսպես պայթյուն կլինի, որը մեզ անհրաժեշտ է այս շրջանի համար, որովհետեւ պետք է իմունիտետը բարձրացնել, Միշտ որպեսզի չհիվանդանալ։ Եվ հիմա կպատրաստենք սպանախով, թարմ սպանախով։ Մենք անցած անգամ Ռուբեն խոստացանք, որ թարմ սպանախով վաղուց չէինք պատրաստել աղցան եւ խոստացանք պատրաստել եւս մեկ տարբերակ։ Սպանախը մանր կկտրտենք, կհամեմենք եւ հետո մրգերը կդնենք վրա։ Մեզ սպանախից բացի էլ ինչ է պետք։ Մաքրած արդեն նոր ունենք։ Հիմնականում այն ինչ հիմա կգտնեք խանութներում այս պահին, ինչ է ավելի շատ այս պահին խանութում որպես մրգերից, հա, խնձորը, նարինջը, մանդարինը, հապալաս, նուռ, ինչ որ կգտնեք հիմնականում։ Իսկապես թե վիտամինային աղցան է ստացվելու եւ այն ամենը ինչ հարկավոր է այս շրջանում, որպեսզի մենք չհիվանդանանք։ Բա, բայց կարող է նաև Անուշի, ես եթե ճիշտ հասկացա, կարող է փոխարինել, չգիտեմ։ Այո, ելակը օրինակ։ Այդտեղ ոնց որ կիտրոն կա, չէ՞, նաև կիտրոն եմ տեսնում։ Այո, Կիտրոնին գուցե կիվին փոխարինի կամ ելակը, ինչպես Լուսինեն ասեց։ Ըստ նախասիրության մարդիկ կարող են մրգերը իրենք ընտրել։ Եվ ըստ տարվա սեզոնին, թե ինչ մրգեր կարող են գտնել խանութում։ Այո։ Եվ իհարկե ունենք սերմեր, դդմի սերմ, արևածաղկի սերմ, որը մի փոքր կբովենք, որպեսզի ավելի հետաքրքիր բույս ստանանք ու տեղավորենք մեր աղցանը։ Դու ես խոհանոցում սերմեր օգտագործում։ Գիտեմ Անուշը շատ է սիրում օգտագործել, նաև շատ օգտակար է։ Ինչ ես Անուշի բաղադրատոմսերով արդեն իսկ երկար ժամանակ է, որ օգտվում եմ նրա բաղադրատոմսերից եւ ինչ-որ բաներ եմ պատրաստում, արդեն դդմի սերմերը ինձ մոտ դրված են խոհանոցում։ Տանը իրենց հստակ տեղը ունեն։ Այո, դդմի սերմերն են, բայց հետո կավելանա, ես սկսվել է։ Որովհետև սա միակ միջոցն է եւ ամենահեշտ միջոցն է սերմերը հաճախ օգտագործել, որոնք որ շատ օգտակար են։ Իհարկե, մենք ուղղակի մոռանում ենք դրա մասին։ Գիտեք ինչն է հետաքրքիր, Լուսին է տեսած կլինես կամ գուցե դու էլ արդեն պատրաստում ես, որ այս նույն սերմերը դնում են մի փոքր թրջում են, խառնում են իրար, դնում են թավայի վրա, ջեռոցի ամանի վրա եւ դնում են ջեռոցի մեջ։ Որքան պնդանում է, այսպես դառնում է եւ կարող է շոկոլադ ավելացնել վրան ու քաղցր ուղակի կամ կարող ես պարզապես կաթ ավելացնել եւ որպես առավոտյան նախաճաշ ուտել։ Դե դա ավելի պինդ է դառնում եւ երեխաների համար ուղակի կոնֆետը քաղցրը փոխարինելու լավ տարբերակ է ու ճիշտ ասած չէի տեսել, բայց շատ լավ միտք է այն իրականացնել։ Բայց միևնույն է երեխաները կոնֆետ են ուտել։ Պարզապես մենք այստեղ չենք հասցնի ամբողջությամբ չորացնել, բայց 4 տարբերակով կպատրաստեմ, կբերեմ եւ կհամտեսենք։ Իրականում դա էլ շատ լավ տարբերակ է։ Ահա։ Վերադառնանք մեր աղցանին։ Ինքը ինչ որ մի բան է, այս բայը որ իր այդ խոսում ես, չէ՞, ինքը հետո դա մտապահում է, հիշում է, հետո գալիս ենք եթեր մի օր։ Հիշում ես ասում եմ, մենք ես անցած անգամ մեր եթերի ժամանակ մենք իրանցին սա խոսեցինք, որ սա պետք է պատրաստենք, այսօր դա ենք պատրաստում։ Ու ասում դու փաստորեն քան հիշել ես։ Այո, դու թարմ սպանախի մասին էի խոսում եւ այսօր իրականացավ թարմ սպանախը, որովհետեւ իսկապես թարմ սպանախը եւ համեղ է, եւ օգտակար է, եւ վիտամիններով հարուստ է։ Ես ընդհանրապես շատ բանջարեղեններ եմ ավելի շատ սիրում ուտել թարմ վիճակում, քան պատրաստած։ Օրինակ դդմիկը, օրինակ ծաղկակաղամբը։ Կամ, չգիտեմ, այնտեղ շատ իրականում բանջարեղեններ կան, որ հենց թարմ վիճակում սունկը,
Վայ շատ համեղ է։ Իրոք։ Մի փոքր էսպես աղ կարելի է առնել հենց այդպես վրան ու ուտել։ Կամ լիմոն։ Կամ լիմոն։ Այո։ Կիտրոնը կարող է աղին փոխարինել։ Այո։ Նարինջն ենք հիմա արդեն։ Այո, Այո, հասանք։ կեղևը հանենք։ Մենք հիմա իրականում կարող ենք քամել նարնջի հյութը։ Եվ ամբողջ հյութը ավելացնենք։ Բայց նաև հյութից բացի ամբողջությամբ Այո, նարինջել նաև ես կտորներով օգտագործելու։ կկտրենք, կդնենք։ Այո։ Իրականում թարմ սպանախի մասին ինչու որոշեցի այսօր պատրաստել, մեր հեռուստադիտողներից մեկը զանգել էր եւ ասում էր, որ շատ լավ է, որ մենք այստեղ պատրաստել էինք աղցան եւ թարմ սպանախով աղցան։ Այդ բաղադրատոմսը օգտագործելու պատրաստել էր եւ մի փոքր մնացել էր նաեւ չօգտագործված վիճակում, ասում էր մի անգամ էլ պանրով էիք պատրաստել եւ հիշեցի ու օգտագործեցի, ոչ սպանախը փչացավ եւ շատ համեղ մենք նոր կերակուր արդեն այսպես համտեսեցինք եւ արդեն մեր ճաշացանկում հաստատ կկիրառվի, որովհետեւ հավանեցին եւ իհարկե շատ ոգևորիչ էր, որ մեր հեռուստադիտողները օգտագործում են այս բաղադրատոմսերը եւ բոլորը գոհ են լինում։ Իրականում շատ հաճելի է, երբ մեր հեռուստադիտողները հետևում են մեր Instagram-յան էջին եւ շատ ակտիվ իրենց բաղադրատոմսերը նաեւ չէ կարող են ուղարկել Անուշ, ինչու ոչ։ Իհարկե, մենք մի անգամ փորձ ունեցանք եւ կարող ենք թեկուզ հենց այսօր, օրինակ, որևէ հետաքրքիր բաղադրատոմս, եթե դուք էլ ունեք, ձեր տան, ձեր ճաշացանկի ամենասիրելի բաղադրատոմսն է, ուղարկեք, մենք էլ այստեղ պատրաստենք։ Նարնջի հյութը ավելացրեցինք։ Հիմա մի փոքր կիտրոն կավելացնենք, քանի որ մենք արդեն թթու նուռ ունենք, շատ չենք ավելացնի, որ շատ թթված չլինի, որովհետև մի քիչ ավելի քաղցրոտ կստացվի այս աղցանը։ Կիտրոնը եւ մանդարինը։ Մանդարինի հյութ ենք ավելացնում։ Ինչ գեղեցիկ է։ Այդպես մանդարինը ավելի Այսա չի գեղեցիկ։ պատկերացրել, որ կարելի է նաև մանդարինի հյութ ավելացնել աղցանի վրա։ Սա նոր բան է։ Հա, նարինջը գիտեի, բայց մանդարինը մտքովս անգամ չեր անցել։ Դծմի սերմերի հետ նաև ավելացավ մանդարինի տարբերակ։ Կարմիր մանդարին է։ Իսկ դու սիրում ես, Ռուբեն, կիսա քաղցր, կիսա թթու ուտեստները, Ոչ, սոուսները։ Այսպես, հա։ Հա։ Որովհետև այսօրվա աղցանը հենց այդպիսին է լինելու։ Ասիական խոհանոցը շատ հաճախ է այդ ամեն ինչը օգտագործում իրենց ուտելիքների մեջ, այդ կիսա թթուն ու կիսա քաղցրը։ Այո։ Մի քիչ կծու, բայց մի քիչ քաղցր, մի քիչ։ Ինչ ենք Մի ավելացնում։ փոքր, մի քանի կաթիլ արևածաղկի յուղ կամ ծիծաղի յուղ, մի փոքր աղ, սև պղպեղ։ Հիմա մեզ պետք է մի լավ խառնել եւ սպանախը կլցնենք ափսեի վրա։ Իսկ դու սիրում ես կիսա քաղցր, կիսա թթու։ Ես հա, իսկապես շատ եմ սիրում, բայց հատկապես եթե կծու էլ կա այդտեղ։ Մի քիչ անպայման։ Երևում է, չէ, որ մենք իսկապես քաղցած ենք։ Պալոմարում, պամ, տարարարիմ, պամ։ Չէ, դու մի շարունակի երկել, ես կգնամ խոհանոց։ Չէ, չեմ երգում։ Ահա։ Հիմա կդնենք Գիտես ափսեի վրա։ ինչն է միշտ նյարդայնացրել, որ այդ համեղ, այդ հյութերը որ քամում եք, բայց մեկը իրանք մնում են ինչ-որ միտեղ։ Մեկան էս լավ չի ներծծում, ասենք օրինակի համար սպանախը ու այդ հյութը մնում է ափսեի մեջ, այդ այն հյութը, որ ուզում ես օգտագործես, դա էլ չի ստացվում։ Իսկ դու կարող ես հացի կտոր վերցնել Հին 90-ականների ամենահարմար տարբերակներից մեկը։ Հաթախել, ինչու ոչ։ Հացի։ Դե ուզում ես ընդեղ լինի, էլի, դες լավ այդ կանաչների հետ։ Ուրիշ տարբերակներ էլ կան, Ռուբեն։ Հա, այսպես վերցնես։ Այո։ Դե դա էլ է տարբերակ։ Հիմա ինչ ենք անում։ Անցավ խնձորին։ Այո։ Պետք է այսպես երկարությամբ կտրենք խնձորը։
այսպես դասավորենք աղցանի վրա։ Բայց դա էլ է ճաշակի, չէ՞, կարող են փոքրիկ կտրալ կամ մեծ։ Կարող ենք Ով ուղղակի ինչպես խորանալ։ կարող է։ Կարող են չկտրել ուղղակի խնձորը դնել աղցանի վրա։ Դա էլ է տարբերակ։ Չէ, բայց հիշի, որ մատուցման ձեռնելը շատ կարևոր է։ Հիմա նայ, հերիք չի համեղ է պատրաստում, մի հատ էլ գեղեցիկ մատուցում է։ Աչքը պետք է շոյվի, չէ։ Բայց երբ որ քաղցած պատրաստում ես, այդ ժամանակ չես մտածում ախր աշկդ կշոյվի թե չէ։ Դու սպասում ես անապը երբ է վերջնալու որ ուտես։ Բայց ասեմ, Լինում է այդպես, որ միևնույն է դու- պետք է, չէ, կտրել, միևնույն է։ Միևնույն է պետք է, չէ, դնել, դե մի քիչ ավելի սիրուն կարող ենք դնել։ Դե հա։ Իսկ քեզ մոտ լինում է, որ դու քաղցած ինչ-որ բան պատրաստես։ Չէ։ Որովհետև Մեկ-մեկ։ պատրաստելու ընթացքում հիմա Անուշը հուսով եմ ինձ հետ կհամաձայնվի։ որ- Ակամայից այսպես արդեն Կուշտ ես դառնում։ կուշտ ես դառնում։ Իսկապես քաղցած չես լինում։ սեզոններ որ բացվել են հաճախ են գնալու չէ, քաղաքից դուրս բնության դերքում հայկական ավանդական խորոված։ Խորովածը։ Ու ես կշտանում եմ անկեղծ։ Այո, եւ վերջին սեղանին նստելուց հասկանում ես, որ դու այլևս սոված չես։ Մահանում էի սովից, բայց արդեն Չէ, Անուշ, Նույնը այդպես չի։ փաստորեն Այո, խորանացում է։ այո, լրիվ համաձայն եմ։ Դրա համար է դուք միշտ լավ կազմված կունեք փաստորեն։ Այդտեղից է գալիս։ Ընդհանրապես շատ Գտավ հաճախ, ձևը։ շատ հաճախ երբ Որպեսզի դուք այո պատրաստեք խոհանոցում ու միշտ Դեք լավ նա նաև կազմված օգնում է կունենաք։ սիրելի կանայք Ռուբենի խորհրդով։ Դուք միշտ պատրաստեք խոհանոցում եւ ձեր կազմվածքը կլինի հիանալի վիճակում։ Կարևորը պատրաստեք։ նիհարելու նոր տարբերակ։ Դու տեսնում ես ուտելիքը եւ չես կարողանում։ Դա պայքար Լավ, է։ Ռուբեն, կգաս մի Օրգանիզմի օր, պայքար է։ կասես, որ դու ավելացել ես քո քաշը մի քանի կիլոգրամով եւ Ես ես քեզ այսօրվանից խորհուրդ պետք է կտամ, որ ավելացնեմ։ դու միշտ պատրաստես Այսօրվանից խոհանոցում։ խոհանոցից դուրս չեմ գալու ես։ Գնալու եմ միայն խոհանոցում մնամ։ Բայց ինձ վտանգավոր է խոհանոցում թողնել։ Ինչու։ Ինչ կա, չկա, ամեն ինչ կուտեմ։ Ես չեմ կարողանալ Դու այդ առաջինը գայթակղությունները պատրաստիր, հետո կտեսնենք։ պատրաստել լավ։ Բայց sense բաներ պատրաստեմ։ Մի օր չպատրաստեցիր այստեղ խոհանոցում։ Հա, Հա, Ռուբեն, հա։ Հա։ Ես չեմ հոգնի դրա մասին կրկնելով։ Ես ամեն Միշտ ասում եմ, անգամ միշտ ասում եմ եւ ոչ մի անգամ Ռուբենին չտեսանք խոհանոցում։ Ինչու։ վերջ, մյուսը չգիտեմ երբեմ ես լինելու եթերում, մեր գրաֆիկը կնայինք աշխատանքային, բայց մենք միասին երբ ենք լինելու եթերում։ Ռուբեն, եթե Բա, որ ես առանց ինձ պատրաստել ես Համլետի այստեղ խոհանոցում, ինչն է Ես Դու մեր կնեղանամ։ Instagram-յան էջով ես կհետևես։ կնեղանամ, կգնամ։ Չէ, դու պետք է այստեղ լինես, ես քո համար եմ ուզում հատուկ պատրաստեմ։ Լավ, դե դու պատրաստել ես։ Հիշեք, խնդրում եմ սիրելի հեռուստադիտողներ, Անուշ ես հիշեք։ կօգնես, չէ։ անպայման ինչն է ամենալավը ստացվում քեզ Չէ, մոտ, Անուշ, ես խնդրել եմ, որ դու գաս այստեղ։ Հերբից նայենք։ Եվ մենք միասին հետևենք, թե ինչպես Լավ, է ես Ռուբենը կգնամ, Ինձ մի պատրաստել։ քիչ Բարակ։ դժվար կլինի հերվում ուղակի Ես քեզ նստել կպահեմ եւ այստեղ։ նայել։ Ես կպահեմ։ Տեղերով կփոխվենք։ Լավ, իսկ բայց ինչն է շատ սիրուն պատրաստել։ Ես դեռ չգիտեմ։ Երբևէ չեք։ Մի անգամ միս եմ փորձել Ես պատրաստել։ դեռ չգիտեմ։ Ինչն եմ սիրում պատրաստել։ Առաջինը պետք է այստեղ պատրաստել։ Ահա, կլինի կարելի ասել, որ 1-2 դեպք է եղել այսքան ժամանակ, որ տանը խոհանոցում ինչ-որ մի բան։ Ծվածեղ գիտես, Դե չէ։ դա, բոլորը գիտեն։ Լավ, Դրանից էլ Լուսինե, գոհ եմ, ուրեմն պայմանավորվենք։ Չէ, համով ինչ-որ բան եմ ուզում։ Լավ, համով մի բան կպատրաստես։ Ուրեմն պայմանավորվենք, պայմանավորվենք։ որևէ քո սիրելի ուտեստը պատրաստենք այստեղ։ Քո սիրելի Մենք կընտրենք։ աղցանը, Անուշ, նախաճաշը։ դու չես պատրաստելու, ինձ չեն լսում, ախր, ափսոս իրանք ինձ Անուշի չեն լսում։ բաղադրատոմսերից մի բան կխնդրեմ, հազարավոր բաղադրատոմսեր կա Եվ Անուշի օգնությանը չես Չէ, դիմի։ չեմ դիմի։ Կասի ինքը ինձ կպատմի ոնց է այդ պետք պատրաստել, ինչն Եվ է դու պետք կտրել, ինչն է կիրականացնես։ պետք քամել, ինչն է պետք տապակել։ Մենք այստեղից քեզ կօգնենք։ Հա, դուք վարպետներով Հոգեպես է քեզ հետ կլինենք։ Խորհուրդ կտաք Այո։ երբից հեռավար։ Ես էլ ձեր համար կպատրաստեմ։ Վերջապես, կգա այդ օրը։ Խոստանում եմ։ Վերջապես։ Ահա, մենք նարինջը կտրեցինք, շարեցինք աղցանի վրա, բայց հիմա ուզում եմ մանդարինը այսպես գեղեցիկ կտրենք։ Ու այս տարբերակով տնենք։ Ինչ կասեք։ Շատ գեղեցիկ է։ Չէ՞ դու լավ անեցիր այդ տարբերակը։ Տեսեք ինչ գեղեցիկ է։ Իհարկե մեկը կենտրոնում։ Դե այսպես։
դասավորենք։ Վերջ։ Մեզ կմնա ավելացնել նուրը, բայց արդեն կարող ենք այս ընթացքում արևածաղկի սերմը եւ դդմի սերմը մի փոքր բովել եւ կավելացնենք աղցանի վրա։ Հիմա առատ նուր ենք դնում, շատ առատ։ Իսկ այդ սերմերը պարտադիր է տապակել, թե լի ես ցանկությամբ։ Ես սիրում եմ, Անուշ երբ այդ իսկապես բույրը սիրում եմ բոլոր այս սերմերը, նույնիսկ ընկույզն ես Այո, դու տապակում այո։ ամեն անգամ։ Հիմա որ դուք փորձեք, դուք էլ կզգաք տարբերություն, իհարկե փորձել եք այլ առիթներով, բայց եւս մեկ անգամ կհիշեք, որ մի տեսակ բույրը ամբողջությամբ տարբերվում է եւ համնել ինձ այսպես ավելի է դուր գալիս։ Գույները նայ աղցանի։ Ոայ շատ Կանաչ։ Գարնանային գույներ ենք վերել, որ մեր Կարմիր, գարուններ մի օրանժ։ քիչ շուտ գա։ Իրականում տաքանա Ամեն ինչ եղանակները։ ամեն ինչ գարունը գա, բայց ամեն ինչ ամեն որ չգա։ Այո։ Եվ իհարկե ավելացնում ենք ամենակարևոր, ամենաշատ վիտամիններ պարունակող հապալասը, որը շատ վիտամին C ունի։ Եվ հրաշագեղ։ Բայց ես երբ իմացա, որ կարմիր պղպեղի մեջ ավելի շատ վիտամին C կա, Այո։ օրինակ, քան օրինակ նարինջի, Նարինջի։ Քան կիտրոնի, որ մենք Քան գիտենք, թե կիտրոնի, կիտրոնն է այո։ ավելի։ ես զարմացել էի։ Այսպես։ Մեզ մոտ միշտ ասոցացվել է ցիտրուսային մրգերի հետ, էլի։ Այո, նարինջը, կիտրոնը, Նարինջը, այո։ կիտրոնը։ Եվ վերջացնում ենք հիմա սերմը պատրաստ լինի։ Այսինքն մնաց ընդհանրապես սերմերը ավելացնենք եւ Այո, վերջ։ ավելացնում ենք ու վերջ։ Ահա։ Մի փոքր արդեն տապակվեց, բովեց, ավելացնում ենք, հիշենք, որ սա լավագույն առիթն է թարմ Թավան սերմեր տակ չի։ օգտագործելու։ Ուզում հասկանամ։ Ես էլ եմ, Ես բայց ինձ համար հատկապես մամաները եթե միշտ ձեռնոցով է, արդեն սովորել են ձեռքերը։ դու տես չէ։ Ոչ բոլորը։ Ոչ բոլոր մամաները։ Չէ, օրինակ միշտ խոհանոցում մաման ինչ-որ մի բան որ բերում է, ասում ես, մամա, Այո։ մատները ինչի չի վառվում։ Այդպես Հետո է։ դու կպտում ես Իստում է մատները բոլոր մի անգամ կանանց, վառ։ ովքեր խոհանոցում շատ հաճախ են լինում, բոլորի մատները արդեն այսպես սովորում են այդ ջերմությանը։ Մեզ մնում է ասել շնորհավորում։ Բայել եք, անուշ լինի, բայել եք այս գունեղ եւ համեղ աղցանը։ Շատ շնորհակալություն։ Գունեղ, շատ համեղ եւ վիտամիններով հարուստ, Անուշ, եւս մեկ անգամ շնորհակալություն։ Մենք շարժվենք առաջ, Վիտամինային ինչ էր կոչվում։ Պայթյուն։ Վիտամինային պայթյուն։ Շատ շնորհակալություն։ Շատ Անուշ լինի։ շնորհակալություն։ Մենք շարժվենք առաջ։ Որպեսզի Շարժվենք, որպեսզի մենք շարժվենք աջ։ Դուք շարժվեք առաջ, մենք դեպի աջ։ Գնացինք։ Գնացինք։